Անունս Արփիկ Հովհաննիսյանն է, 79 տարեկան, հայկական միջնադարյան գրչության և գորգագործության թոշակարի պրոֆեսոր, և երբեք չէի երազել, որ 2024-ի հոկտեմբերի 23-ին Երևանի Գորգի թանգարանում 1122 թվականի Ղարաբաղի գորգի նախշերի վերլուծության ժամանակ կբացահայտեմ 902 տարեկան գաղտնի կոդ, պարունակելով Մարմաշենի վանքի կորած 247 ձեռագրերի ամբողջական ցանկը, թաքցված Ելիսաբեթ Մարմաշենցի վանքի վերջին գրչի կողմից, և մեկ հրավեր, որը փոխեց ամեն ինչ մենք գիտեինք հայկական գորգերի իրական նպատակի մասին։ Մարմաշենի վանքը Շիրակի մարզում 10 կիլոմետր Գյումրիից հարավ-արևմուտք, կառուցված 10-րդ դարում 989-1029 թվականներին Վահրամ Փախլավունու կողմից Անի թագավորության գլխավոր զորավար, 5 եկեղեցի, հսկայական գրադարան, գրիչների համալսարան, Անի դպրոցի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը, 11-րդ և 12-րդ դարերում Մարմաշենը եղել է հայկական մտավոր կյանքի կենտրոններից մեկը, 150+ գրիչներ աշխատում էին միաժամանակ, հազարավոր ձեռագրեր ստեղծված, գիտական դպրոց, փիլիսոփայական կենտրոն։ Ես այցելել եմ Մարմաշեն 180 անգամ իմ կարիերայի ընթացքում, բայց 2024-ի հոկտեմբերին գտա պատասխանը 902 տարեկան հանելուկին։ Եղել է 1122 թվականի Ղարաբաղի գորգ, Երևանի Գորգի թանգարանում 87 տարի, համար G 1122 ղղղ, 3,2 անգամ 21 մետր, 6,72 քառակուսի մետր, կարմիր և կապույտ հիմնական գույներով, 84,7 հանգույց, անհավատալի բարդ նախշեր, 13 մեծ մեդալյոններ, հարյուրավոր փոքր խորհրդանշաններ, պահպանվածության վիճակ գերազանց, յուրաքանչյուրը տեսել էր այն որպես գեղեցիկ գորգ, Գեղարվեստի գլխու գործոց, թանգարանի ամենաարժեքավոր գորգերից մեկը, բայց ոչ ոք չէր տեսել կոդը, ոչ ոք չէր հասկացել, որ այս գորգը իրական գրադարան է։ Հոկտեմբերի 23-ին 2024 թվական ես ուսումնասիրում եմ գորգի եզրային նախշերը նոր UV լույսի տակ, նոր տեխնոլոգիա, որը թանգարանը ձեռք էր բերել 2024-ի սեպտեմբերին։ UV լույսը թույլ է տալիս տեսնել թաքնված տարրեր գորգերում, որոնք անտեսանելի են սովորական լույսի տակ, և պայծառանում է UV տարրն, ինչ-որ բուն տարօրինակ, փոքրիկ խորհրդանշաններ, հատուկ կերպով դասավորված գորգի 4 անկյուններում, խորհրդանշաններ, որոնք չեն հայկական գորգերի ավանդական նախշերը, չեն գերգրաչափական մոտիվներ, չեն բուսական էլեմենտներ, սրանք տարրեր էին, սրանք էին գրաբար տարրեր, թաքցված գորգի նախշերում այնպես, որ մայն UV լույսի տակ են տեսանելի, հավանաբար օգտագործել են հատուկ բուսական ներք, որ անտեսանելի էր սովորական լույսի տակ, բայց պայծառանում էր UV տակ, 902 տարի առաջ ստեղծված գաղտնի տեխնոլոգիա, գրեցի տարրերը, վերևի ձախ անկյուն, ել, վերևի աջ անկյուն, մաշ, ներքևի ձախ անկյուն, 1022, ներքևի աջ անկյուն, 247, Ելիսաբեթ Մարմաշենցի, 1122 247, 1122 թվական, 902 տարի առաջ, 247 թիվ, որի նշանակությունը ես դեռ չգիտեի, բայց գիտեի, որ Ելիսաբեթ Մարմաշենցին իրական անձ էր, պատմական փաստաթղթերը նշում են նրան որպես Մարմաշենի գրադարանի գլխավոր գրիչ 1015-ից 1012 թվականներին, 17 տարի ծառայություն։ Հաջորդ 6 շաբաթ ես և իմ 4 հոգանոց թիմը աշխատեցինք ամեն օր 10-12 ժամ օրեկան, վերլուծեցինք ամբողջ գորգը միլիմետր առ միլիմետր, յուրաքանչյուր նախշ, յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր խորհրդանշան, յուրաքանչյուր հանգույց, օգտագործեցինք UV լույս տարբեր ալիքների երկարություններով, ինֆրակարմիր սկանավորում, մակրոֆոտոգրաֆիա 50x խոշորացմամբ, թվային նմուշի վերականգնում, գրաբար լեզվի մասնագետների խորհրդատրվություն, միջնադարյան գորգագործության փորձագետների օգնություն, կրիպտոգրաֆիկ վերլուծություն և աստիճանաբար բացահայտեցինք անհավատալի բան։ Ողջ գորգը կոդավորված գրադարանի կատալոգ էր։
247 ձեռագրերի ամբողջական ցանկ, թաքցված նախշերում, յուրաքանչյուր մեդալյոն, յուրաքանչյուր ծաղիկ, յուրաքանչյուր երկրաչափական ձև ունեին իմաստ, նրանք կոդավորում էին տեղեկություններ։ Գորգը բաժանված էր 13 հիմնական սեկցիաների, հորիզոնական եւ ուղղահայաց լարերով։ Յուրաքանչյուր սեկցիան ներկայացնում էր 19 ձեռագրեր, 13 սեկցիա անգամ 19 ձեռագրեր 247 ճշգրիտ թիվը։ Յուրաքանչյուր սեկցիան ունի կենտրոնական մեծ մեդալյոն 25-ից 30 սանտիմետր թամագծով։ Մեդալյոնի հիմնական խորհրդանշանը կոդավորում է ձեռագրերի կատեգորիան։ Մենք բացահայտեցին 7 հիմնական կատեգորիա։ Առաջին կատեգորիան աստվածաշնչեր եւ ավետարաններ, խորհրդանշան, խաչ եւ խախուղի փունջ, կարմիր եւ ոսկեույն հիմնական գույներով, 2 սեկցիա, 38 ձեռագրեր։ Երկրորդ կատեգորիան ժամագիրքեր եւ աղոթքագրեր, խորհրդանշան լուսինե եւ աստղեր, մուգ կապույտ եւ արծաթագույն, 2 սեկցիա, 38 ձեռագրեր։ Երրորդ կատեգորիան պատմություններ եւ մատյաններ, խորհրդանշան բաց գիրք եւ փետուր, շագանակագույն եւ սպիտակ, 3 սեկցիա, 57 ձեռագրեր։ Չորրորդ կատեգորիան փիլիսոփայություն եւ տրամաբանություն, խորհրդանշան հունական սիմվոլներ, մանուշակագույն եւ ոսկի գույն, 2 սեկցիա, 38 ձեռագրեր։ 5-րդ կատեգորիան բժշկություն եւ դեղագործություն, խորհրդանշան բույսեր եւ քաթուրիներ, կանաչ եւ ձեղին, 2 սեկցիա, 38 ձեռագրեր։ 6-րդ կատեգորիան աստղագիտություն եւ մաթեմատիկա, խորհրդանշան աստղային մատեզ եւ երկրաչափական ձեռներ, մուգ կապույտ եւ ոսկե գույն, 1 սեկցիա, 19 ձեռագրեր։ 7-րդ կատեգորիան երաժշտություն եւ արվեստ, խորհրդանշան ջութվակ եւ նոտաներ, վարդագույն եւ սպիտակ, 1 սեկցիա, 19 ձեռագրեր։ Ընդհանուր առմամբ 13 սեկցիա, 247։ Յուրաքանչյուր մեդալյոնի շուրջ կան 19 փոքր նախշեր, դասավորված սրճանագծով։ Յուրաքանչյուր փոքր նախշ ներկայացնում է 1 ձեռագիր։ Նախշը կոդավորում է 8 հիմնական տեղեկություններ։ Առաջին հեղինակ, կոդավորված ծաղկի տեսակով։ Վարդ նշանակում է հայկական հեղինակ, անուշաբույր, հունական հեղինակ, մանուշակ, արաբական հեղինակ, շուշան, լատինական հեղինակ, մակաբույտ, պարսկական հեղինակ։ Երկրորդ, ստեղծման դար, կոդավորված թերթիկների քանակով։ 3 թերթիկ նշանակում է 3-րդ դար, 5 թերթիկ 5-րդ դար, 8 թերթիկ 8-րդ դար, 11 թերթիկ 11-րդ դար։ Երրորդ էջերի քանակ, կոդավորված փոքր կետերի քանակով ծաղկի կենտրոնում։ 100 կետ նշանակում է 100 էջ, 250 կետ 250 էջ, 500 կետ 500 էջ։ Մենք հաշվեցինք յուրաքանչյուրը միկրոսկոպի տակ։ Չորրորդ լեզու, կոդավորված ծաղկի կողմնորոշմամբ։ Դեպի արևելք նշանակում է հայերեն, դեպի արևմուտք հունարեն, դեպի հյուսիս ասորերեն, դեպի հարավ արաբերեն։ 5-րդ թարգմանիչ, կոդավորված հատուկ ձերով։ Ոսկե գիծ նշանակում է Մեսրոպ Մաշտոց, արծաթե գիծ Գրիգոր Նարեկացի, կարմիր գիծ Նեսես Շնորհալի, սև գիծ անհայտ թարգմանիչ։ 6-րդ ֆիզիկական վիճակ, կոդավորված գույների ինտենսիվությամբ, պայծած գույն նշանակում է գերազանց վիճակ, միջին գույն լավ վիճակ, մքած գույն վատար վիճակ։ 7-րդ դարակի տեղ, մարմաժենի գրադարանում, կոդավորված եղաշապական ձևերով, քառակուսի նշանակում է դարակ A, եռանկյուն դարակ B, շրջանագիծից դարակ Z, ռոմբ դարակ D, վեցանկյուն դարակ E, աստղ դարակ F, սրտաձև դարակ G։ 8-րդ դարակի համար եւ դիրք, կոդավորված փոքր թվային խորհրդանշաններով։ Յուրաքանչյուր դարակ ուներ 1-ից 50 դիրքեր։ Օրինակ, սեկցիա A, մեդալյոն 1, փոքր նախշ 1, ծաղիկ, անուշաբույր, թերթիկներ 5, կետեր 366, ուղղություն արևելք, գիծ ոսկե, գույն պայծառ կարմիր, ձև քառակուսի, համար A, G։ Վերցանում Աստվածաշունչ, հունարենի թարգմանված հայերեն, 5-րդ դար, մոտավորապես 405 թվական, 366 էջ, թարգմանիչ Մեսրոպ Մաշտոց, գերազանց պահպանվածություն, պահվում է դարակ A, դիրք 3։ Սա ճշգրիտ նկարագրություն է նշանավոր Մեսրոպյան աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանության, ստեղծված 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից։
Պատմական փաստաթղթերը հաստատում են, որ Մարմաշենի գրադարանը ունեցել է այս աստվածաշնչի պատճեն։ Մենք կրկնեցինք այս process-ը 247 անգամ, բացանեցինք բոլոր 247 ձեռագրերը, ստեղծեցինք ամբողջական թվային կատալոգ։ Գորգի ներքևի աճանկյունում ու վերուսի տակ գտանք երկար տեքստ գրված միկրոսկոպի գրաբար տառերով։ 1247 տառ, հյուսված գորգում հատուկ տեխնիկայով, Ելիսաբեթի անձնական վկայություն։ Մենք ծախսեցինք 3 շաբաթ այն ամբողջությամբ վերցանելու եւ թարգմանելու համար։ Ես, Ելիսաբեթ Մարմաշենցին, 39 տարեկան, ծնված 1083 Մարմաշենի վանքում։ Իմ մայլը Անահիտայեցին եղել է վանքի համար գոր հյուսող գործարանի գլխավոր վարպետ է։ Իմ հայրը Գրիգոր Մարմաշենցին եղել է վանքի գրադարավարը 35 տարի։ 1085-ից 1110, երբ ես ծնվեցի, մայրդ ուսուցնեց ինձ գորգագործության բոլոր գաղտնիքները։ Հայրս ուսուցնեց ինձ գրիչության արվեստը։ Ես սովորեցի 2 աշխարհները՝ մաքուր եւ գորգ, գիտ եւ նախագիտ, տառ եւ հանգույց։ Երբեք չմտածեցի, որ կմիավորեմ երկուսն էլ ինձ հավիտեն փրկելու համար։ 1105-ին 22 տարեկան դարձա գրադարանի օգնական գրադարավար։ 1110-ին երբ հայրս մեռավ, ստանձնեցի իր պաշտոնը։ 12 տարի ծառայեցի որպես գլխավոր գրադարավար 1110-ից 1112։ Այդ տարիներին մեր կատարանը պարունակում էր 247 ձեռագիր, աշխարհի գանձարանը։ Մեր 247 ձեռագրերը ներկայացնում են 300 տարի աշխատանք։ 989 թվականի եւ Վարա Փահլավոն հիմնադրեց Մարմաշենը մինչև 1112։ 8 սերունդ գրիչներ, հարյուրավոր մարդիկ, միլիոնավոր ժամ աշխատանք, գրելով, թարգմանելով, պատկերելով, իլյումինացնելով ձեռնագրեր։ 1064 թվականին, երբ ես 1 տարի բեպեկ էի, Սերջոկյան թուրքերը կողոպենտեցին Մարմաշենը առաջին անգամ։ Գրադարանը վնասվեց, 37 ձեռնագիր կորավ կամ այրվեց, բայց մենք փրկեցինք 210-ը։ Հաջորդ 58 տարի 1064-ից 1112 մենք վերականգնեցինք։ Ստեղծեցինք 37 նոր ձեռնագիր փոխարինելուն կորածները։ 1112-ին մենք կրկին ունենք 247 ձեռնագիր, իսկ գրադարանը 247 ձեռագրեր, յուրաքանչյուրը 5-ից 15 կիլոգրամ կշռություն, ընդհանուր մոտ 2000 կիլոգրամ։ Անհնարին տեղափոխել 3 օրում։ Սելջուկները գալիս էին ճանապարհներով, որ մենք պիտի օգտագործենք էվակուացիայի համար։ Մենք չէինք կարող տանել այդքան ծանրություն։ Գրիգորիս վարդապետը ասաց ինձ. Ելիսաբեթ, ընտրիր 20 ամենակարևոր ձեռագրերը, մենք կտանենք միայն դրանք։ Բայց ես չէի կարող ընտրել, որ 20-ը, Մեսրոպ Մաշտոցի Աստվածաշունչը, Գրիգոր Նարեկացու ժամագիրքը, Մովսես Խորենացու պատմությունը, Արիստոտելի փիլիսոփայությունը, Գալենոսի բժշկությունը, յուրաքանչյուրը անփոխարինելի էր։ Այդ գիշերը, ապրիլի 8-ի գիշեր, ես չքնեցի, նստած էի գրադարանում, շրջապատված 247 ձեռագրերով եւ մտածեցի, եթե ես չեմ կարող փրկել ֆիզիկապես ձեռագրերը, գուցե կարող եմ փրկել դրանց հիշողությունը։ Եվ հանգած հիշեցի մայրիկին, Անահիտ Տայեցին, նա միշտ ասում էր. Ելիսաբեթ, գորգերը հիշողություն են, յուրաքանչյուր նախագիծ պատմություն է, յուրաքանչյուր հանգույց հիշողություն է, գորգերը փոխանցում են պատմություններ սերնդից սերունդ։ Եվ հասկացա, ես կարող եմ ստեղծել գորգ, որը կպարունակի ամբողջ գրադարանի հիշողությունը, ոչ ֆիզիկապես ձեռագրերը, այլ դրանց ամբողջական նկարագրությունները, կատալոգ։ Երբ անվտանգ ժամանակ կա, ինչ որ մեկը կարող է օգտագործել այս կատալոգը գտնելու ձեռագրերը, եթե դրանք փրկվեն։ Ապրիլի 9-ի առավոտյան կանչեցի 8 լավագույն գորգագործուհիներին։ Բացատրեցի պլանը։ Նրանք կարծեցին, որ ես խելագարվել եմ
3 օրում հյուսել 32 անգամ 21 մետր գորգ 247 կոդավորված նախշերով անհնարին է։ Ասացի մենք պետք է փորձենք, սա մեր միակ հույսն է։ Եվ նրանք համաձայնեցին։ Ապրիլ 9, առավոտ 06:12, 6 ժամ։ Ես նստեցի, ես ստեղծեցի ամբողջական նախագիծը։ Վերցեցի մեծ մագաղատ, նկարեցի 32 անգամ 21 մետր ուրվագիծը, բաժանեցի 13 սեկցիաների, յուրաքանչյուրում տեղադրեցի 19 փոքր նախշեր, յուրաքանչյուր նախշի համար սահմանեցի կոդավորման համակարգը, ծաղկի տեսակ, հեղինակ, թերթիկների քանակ, դար, կետերի քանակ, էջեր, ուղղություն, լեզու, գծերի գույն, թարգմանիչ, ապա գնացի գրադարան և կատալոգավորեցի բոլոր 247 ձեռագրերը, յուրաքանչյուրի մասին գրեցի 8 հիմնական տեղեկություններ, 6 ժամ անընդհատ գրելով։ Ապրիլ 9, կեսօր 12:16, 6 ժամ փոխակերպեցի կատալոգը գորգի նախագծի, յուրաքանչյուր ձեռագրի տեղեկությունները վերածեցի վիզուալ խորհրդանիշների, գտա հատուկ բույսեր, որոնք կստեղծեն անտեսանելի ներկ, միայն UV լույսի տակ տեսանելի, գաղտնի բաղադրատոմս, որը հայրս ինձ սովորեցրել է, պատրաստեցի ներկերը, ապրիլ 9, երեկո 18-ից մինչև ապրիլ 11, երեկո 23-ը, 53 ժամ շարունակ հյուսում, 8 գորգագործուհի աշխատեցին 3 հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխ 8 ժամ, բայց իրականում շատերը աշխատեցին 16-ից 20 ժամ շարունակ, ես մնացի արթուն ամբողջ 72 ժամը, ղեկավարելով, ստուգելով յուրաքանչյուր հանգույցը, 847 հազար հանգույց, յուրաքանչյուրը պետք է դրվեր ճշգրիտ ըստ կոդի, ապրիլ 11-ը 1122, երեկո 23-ը, վերջին հանգույցը հյուսվեց, գորգը ավարտվեց էր, 72 ժամ, 3 օր, 3 գիշեր, 9 կանայք, 847 հազար հանգույց, 247 ձեռագիր կոդավորված, գրեցի իմ անունը 4 անկյուններում անտեսանելի ներկով, ել, մաշ, 1122, 247, և գրեցի այս ամբողջ տեքստը ներքևի աջ անկյունում միկրոսկոպիկ տառերով, վերջին գործողությունես։ Ապրիլի 11-ի գիշերը, ժամը 23:30-ին, կանչիցի Գրիգորիս վարդապետին, ցույց տվեցի նրան գորգը, բացատրեցի կոդը, նա սկզբում չհասկացավ, ապա իրեն եկավ, աչքերը լցվեցին արցունքներով, Ելիսաբետ, դու փրկեցիր գրադարանի հոգին, ապա նայից հետ միասին ստեղծեցին պլան ֆիզիկապես թաքցնելու 247 ձեռագրերը, մենք ունեինք 6 ժամ մինչև առավոտ, երբ սելջուկները կհասնեին, բաժանեցինք ձեռագրերը 3 խմբերի, առաջին խումբ 87 ձեռագիր, տեղափոխվեցին գաղտնի Սանահինի վանք, 15 կիլոմետր հյուսիս, թաքցվեցին գլխավոր եկեղեցու սրբարանի տակ, 27 մետր խորությամբ հատուկ կառուցված քարի սենյակում, երկրորդ խումբը 82 ձեռագիր տեղափոխվեցին Հաղպատ վանք, 48 կիլոմետր արևելք, թաքցվեցին զանգատական հիմքի տակ, քարե արկղներում, երրորդ խումբը 78 ձեռագիր տեղափոխվեցին Գետիկի անտառային քարանձով, 8 կիլոմետր արևմուտք, թաքցվեցին բնական քարանձի խորքում, մուտքը փակված ժայռերով, յուրաքանչյուր թաքստոցում թողեցինք փոքր քարտեզ, քանդված թարի վրա, ցույց տալով ճշգրիտ վայրը, այդ քարտեզների տեղեկությունները նույնպես կոդավորեցի գորգում։ Ապրիլի 12-ին առավոտյան 06-ին սելջուկները հարձակվեցին Մարմաշենի վրա։ Մենք արդեն էվակուացված էինք, վանքը դատարկ էր,
Նրանք այրեցին շինքերը, նույն չնչացրին ինչ մնացել էր, բայց գրադարանը, իրական գրադարանը, անվտանգ էր ինձ հետ, տածված 3.2 անգամ 2.1 մետր գորգում, տարանգ գորգը Ղարաբաղ, ինչու, երկու պատճառ, առաջինը Ղարաբաղը հայտնի էր իր գորգերով, մեր գորգը կխառնվեր հարյուրավոր այլ գորգերի հետ, ոչ ոք չէր կասկածի, որ այն հատուկ է, երկրորդ, Ղարաբաղում ապրում էր իմ մորաքույրը, Մարիամը, նա գորգագործուհի էր, նա կպահպաներ գորգը իր տանը որպես ընտանեկան գորգ, ոչ ոք չգիտեր դրա իրական նպատակը, հրահանգեցի Մարիամին, այս գորգը երբեք մի վաճառեք, երբեք մի թվեք, պահեք ձեր ընտանիքում սերնդից սերունդ, մի օր ինչ-որ մեկը կկարդա այն և կհասկանա, Մարիամը խոստացավ, նա չգիտեր կոդի մասին, ես ասացի միայն, սա սուրբ է, և սա բավարար է։ Եթե կարդում եք սա, նշանակում է դուք վերծանել եք կոդը։ Շնորհավորում եմ, դուք ունեք ինտելեկտ և համբերություն։ Ճիշտ այն, ինչ պահանջում է գրիչը։ 247 ձեռագրերը Մարմաշենի հոգին են, 300 տարի աշխատանք, հարյուրավոր գրիչներ, միլիոնավոր ժամ։ Ես չէի կարող թույլ տալ, որ սելջուկները ոչնչացնեն դրանք, ուստի ես դրանք վերածեցի գորգի, քանի որ գորգերը պահպանում են։ Գորգերը փոխանցում են սերնդից սերունդ։ Գորգերը սիրված են, խնամված են, պաշտպանված են։ Եվ որովհետև գորգերը, ինչպես գրքերը պատմում են պատմություններ, դուք պարզապես պետք է իմանաք, թե ինչպես կարդալ։ Եթե գտել եք ձեռագրերը, խնդրում եմ պահպանեք դրանք, ոչ որպես թանգարանային ցուցահանդես, այլ որպես կենդանի գրադարան։ Թույլ տվեք մարդկանց կարդալ դրանք, ուսումնասիրել դրանք, սիրել դրանք, ճիշտ այնպես, ինչպես մենք արեցինք Մարմաշենում։ Էլիսաբեթ Մարմաշենցի, գրիչ և գորգագործուհի, ապրիլ 11, 1122, ժամը 23:00։ Գիտելիքը երբեք չի մեռնում, այն միայն փոխում է ձեմը։ Մարիամի ընտանիքը պահպանեց գորգը 26 սերունդ, 1122-ից 1850-ին, 728 տարի Ղարաբաղում։ Ապա ընտանիքը տեղափոխվեց Երևան 1850-ին, գորգը եկավ նրանց հետ։ 1937-ին ընտանիքը նվերաբերեց գորգ Երևանի գորգի թանգարանին։ 1122 թվականի Ղարաբաղի գորգ, ընտանեկան ժառանգություն, շատ սուրբ մեզ համար։ 87 տարի գորգը ցուցադրվեց թանգարանում, հազարավոր մարդիկ տեսան այն, հիանալի նախշերը, գեղեցիկ գույները, բայց ոչ ոք չտեսավ գաղտնիքը։ Մինչև 2024-ի հոկտեմբերի 23-ը 902 տարի անց։